Մամուլում լուրեր են տարածվում, որ Ռուսաստանից այստեղ են գալիս տասնյակ հազարավոր մարդիկ, որպեսզի մասնակցեն ընտրություններին, Կարապետյանին ընտրեն, ինչ կասեք այս մասին։ Ես կասեի պետք է մի հատ բան սարքել, Կարապետյանի հետ մեզ նրանց հետ նստացնել ու շփոթել ստեղից դուրս։ Ինչ կասեք, բայց Սա ժամանակներին իրանք չկային, եկել են քեֆի է, հա, ասել, փողեր են ստանում, թող, ասել է մարդը։ իսկ որ Ռուսաստանում են ապրում երկար տարիներ, բայց գալիս են Հայաստան ընտրություններին։ Չեն թող գնամ, երեխեքը հայերի մի բառ չգիտեն։ Հայ գնանք կաղնենք ու մեկ առ մեկ ստուգենք։ Ինչ հայերն նրան։ Այդ հարցին լավ չեմ նայում։ Կարապետյան ով է, թող ուղարկեն էթա որտեղից եկել է։ Ով է Կարապետյանը, իմ երկրի մարդը չընտրվի, Ռուսաստանից մի հոգի եկել է, դեն ընտրվի, հա։ Կընտրվի։ Սաղս Նիկոլին են կընտրելու։ Էն ով է, իմ երկրի մարդը թողեմ։ Ռուսաստանից մի հոգի եկել է, այդ Պուտինն է սաղանում։ Ասման դեղից հայեր կբերեմ, որ Կարապետյանին ընտրեն։ Ինչի։ Կարապետյանի տարկումոտը պահե, խես ուղարկե եկել աստեղ։ Կարծիքը այն է, որ իրանք եթե մի տարի է, երկու տարի է, ոչինչ, բայց եթե մի քանի տարի է միտք չունի, նրանք գիտեն ստեղի եղելությունը, չգիտեն, ուրեմն սխալ է։ Այստեղ գալիս են Կարապետյանին ընտրելու համար։ Չէ, ինձ թվում է չի ստացվի։ Ինչու։ Դե ինքը ասմասկի երազումս չէի ուզում տեսնել, որ ես պրեմիեր մինիստր դառնամ։ Դրա համար ինքը երևի Քոչարյանի համար է տենց բաժեր կան։ Բայց ինչ կարծիքի եք այն մասին, որ Ռուսաստանից մարդիկ գալիս են այստեղ ընտրելու իրեն Կարապետյանին։ Թվում է չի լինի, Փաշինյանը կհաղթի, ինձ տենց հատվում։ Մամուլում լուրեր են տարածվում, որ այստեղ Հայաստան են գալիս Ռուսաստանից տասնյակ հազարավոր մարդիկ ընտրություններին մասնակցելու համար, որ Կարապետյանին ընտրեն, ինչ կասեք այս մասին։ Շատ սխալ եմ անում։ Ինչու։ Ես իմ կարծիքն ունեմ, ցավը դամ։ Իհարկե, ինչպես եք նայում այս երևույթին, ինչու է սխալ ձեզ համար։ Չեմ կարող ասեմ, բայց սխալ է։ Նորմալ է, որ Ռուսաստանում ապրող անձինք երկար տարիներ ապրել են Ռուսաստանում, բայց հիմա գալիս են։ Իրանց համար ընդ կերեխմել են, եկել են, ուզում են մեր ոտի տակը քանդել։ Մամուլում լուրեր են տարածվում, որ Ռուսաստանից այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են գալիս ընտրություններին մասնակցելու համար, Կարապետյանին ընտրելու համար, ինչ կասեք այս մասին։ Ես չգիտեմ որքանով է դա ճիշտ, բայց ամեն մարդ պետք է ինքը հասկանա։ Եթե գումար վերցնել ձեն տալու համար, դա ես համարում եմ հայրենիքի դավաճանություն։ Բայց գումարով հայրենիքն ես վաճառում։ Դու խոսքի իրավունք չունես ուրեմն։ Երկիրը հիմա այնքանով է լավ, որ մարդը ազատ խոսքի իրավունք ունի։ Սա Ռուսաստան չի, Ռուսաստանից դրա համար են փախնում։ Ամեն մարդը ինքը մտածի։ Հայրենիքը ծախել է նշանակում դա։ Ես երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում, ես չեմ եկել այստեղ ընտրությունների։ Ընտրությունների, եթե դու այնտեղ ես ապրում, տարվա մեջ երևի մի շաբաթ այստեղ լինում, ինչ ընտրություն քո համար։ Եթե դու այստեղ չես ապրում, քո համար ինչ տարբերություն ա վարչապետը։ Գալ հատուկ դրա համար, որ ձայնը տալ ինչ-որ մեկին։ Ես հասկանում եմ իրանց, որոնք ուզում են, որ Հայաստանն Ռուսաստանի հետ լավ լինի, որ իրանք հանգիստ ապրեն։ Բայց հայրենիք գոյություն ունի, հայրենիք ուզում ազատ ապրի։ Ոչ մեկ չի ասում Ռուսաստանին դու լավը չես գնա։ Իրանք են տենց ուզում։ Ամեն հայր հասկանա, ինչ է ուզում Ռուսաստանը։ Ռուսաստանից Հայաստան գալիս են տասնյակ հազարավոր մարդիկ, որպեսզի մասնակցեն ընտրություններին ու ընտրեն Սամվել Կարապետյանին, ինչ կասեք այս մասին։ Ահավոր հիմարություն։ Ահավոր, եթե Հայաստանի մասին մտածում են, այդ հիմարություն չանեն։ Հայաստանն ուզում կորտանեն, թե երեխեքին ուղարկեն Ուկրաինա կռվելու։ Ինչպես եք նայում այն խնդրին, որ հիմա Ռուսաստանից տասնյակ հազարավոր մարդիկ են գալիս ընտրություններին մասնակցելու Կարապետյանին ընտրելու համար։ Շատ սխալ է։ Ինչու։ Չեմ կարող ուրիշ բան ասել, բայց սխալ վերաբերմունք է ես մեր կառավարության հանդեպ։ Թեգուս կառավարությունը սխալ է, բայց Ռուսաստանը իրավունք չունի միջամտելու մեր ընտրություններին։
Կարող է ես Սամվել Կարապետյանին չեմ ընտրում, Պողոսին եմ ընտրում։ Դե ինչ կապ ունի Ռուսաստանի հետ։ Ինքը իր անդրություններում Հայաստանի կարծիքը հաշվի է առնում։ Իհարկե ոչ։ Ամեն պետություն թող զբաղվի իր գործով։ Վեճնի ամբողջ կյանքում այդ Ռուսաստանը մեզ թիկունքից հարվածել է։ Այն քաղաքացիները, ովքեր որ գնացել են ու հիմա արտադրված գալիս են, նրանք իրավունք չունեն իմ երկրի, իմ ընտանիքի ճակատագիրը որոշելու։ Այդքան բան կարող ասեմ։ Այսինքն նորմալ չեք նայում այս իրավիճակը։ Չէ, նորմալ չի ու դա լավ բան չեն անում։ Դրսից լավ բան չեն անում, երեխեք ջան։ Հետո իրան գնալու են, իրանց համար ավելի վատ ալինելու։ Կտեսնեք, ժամանակը կգա։ Մամուլում հիմա լուրեր են տարածվում, որ Ռուսաստանից տասնյակ հազարավոր մարդիկ են գալիս ընտրություններին մասնակցելու Կարապետյանին ընտրելու, ինչ կասեք այս մասին։ Ենթադրում եմ, որ իզուր չեն տարածում, եթե խնդիր չլինի, չեն նման բաներ խոսի։ Ու շատ վատ է, որ մեր հայրենակիցները դրսից գալիս են, ուզում են այստեղ մեր ճակատագիրը որոշեն, չի կարելի ուղղակի։ Դա նույնպես դավաճանություն է։ Այդպես։ Այսինքն նորմալ չեք նայում, որ այնտեղի քաղաք։ Չէ, դա նորմալ չեմ համարում։ Անգամ ես ժամանակին առաջարկել էի, որ տեղերում հայկական գաղութներում կազմակերպվեն ընտրություններ, բայց հիմա տեսեք ինչերի վրայով են անցնում, մենակ թե իբր թե ձայն ապահովել, այդպես չի կարելի։ Մենք ուզած չուզած վաղ թե ուշ պետք է օգնենք Ռուսաստանի հովանավորությունից, որտեղ նա մշտապես մեզ դավաճանել է, իսկ վերջի շրջանի 5 տարիների դեպքերը հատկապես 20 թվին, երբ որ նա խաղաղապահ է մտցնում, իսկ խաղաղապահը չգիտի իր դերը այդտեղ, սարսափել է, մենք խաբված ենք, բոլորի կողմից ենք խաբված ցավոք։ Նիկոլի համար են գալիս շատերը։ Ես նայեցի մի երկու տեղ բանը այդ պարադի ժամանակ մի կիներ ասում Ամերիկայից հատուկ եկել եմ, որ Նիկոլին ընտրեմ, так что մի վախեցեք։ Թող գան, իրանք առիթ ունեն, թող գան, օգնում են որ գան Հայաստան, թող գան։ Կարապետյանի երկրպագուն եմ, հարգում եմ, շատ եմ հարգում։ Ծանոթա դրա համար։ Շատ բաներ ունեմ։ Ծանոթով հարգում եմ։ Այո, ծանոթա։ Չեմ կարող ասել, չեմ ստում։ Բայց ինչպես եք նայում այն խնդրին, որ երկար տարիներ Ռուսաստանում են եղել, հիմա գալիս են ընտրություններին մասնակցելու համար։ Չէ, ունի շատ մեծ կապ ունի։ Ինքը այստեղի քաղաքացի չի, գալիս է ինչ ժողովրդին պետք է ղեկավարի, ոնց պետք է ղեկավարի։ Նիկոլից լավ մարդ չկա։ Հաջող։